Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ձեզ հետ ծովինար ժամանակակից թվահոգեբանն է վեդայական, այսօր ես ցանկանում եմ խոսել օրվա, ինչպեսի որ կունենանք մենք այսօր, ես հաշվարկել եմ այստեղ, այսինքն այսօր 2025 թվականն է 03 մարտի 27-ը, ընդհանուր գումարել եմ իրար, ստացել ուրեմն 4 թվանշանը, բաց այդ թվերը մեր Հայաստանի կոդն եմ այստեղ գումարել, ընդհանուր ուրեմն երկուսին գումարած 7, դա 27-ն է, գումարած 0, 3, գումարած 3, գումարած 7, գումարած 4, գումարած 2, գումարած 0, գումարած 2, գումարած 5, 2025, անում է 31, 3 գումարում ենք մեկին, անում է 4, ուզում եմ մի փոքր իրադարձություններն այսօր ընդհանուր մենք անալիզ անենք, որպեսզի հասկանանք, այսօրվա թիվը ինքը վեդայական թվագիտության մեջ կապված է 4 թվանշանը Ռախուի հետ, հյուսիսային լուսնային հանգույց է դա կոչվում այս էներգիայի հետ, ընդհանրապես Ռախուն ինչ է խորհրդանշում, խավար, երազների հետ կապ ունի, մարդու իլյուզիաների, անսպասելի ինչ-որ իրադարձություններ կարող են լինել այսօր, ինչպես նաև կարման, այստեղ մոլորություններ և անհայտ ուժերի հետ կարող է կապված լինել, Թիվ 4-ը ինքը վեդայական համակարգում կրում է նաև կարմայական ազդեցություն և կարող է բացահայտել ինչպես բարդույթներ, այնպես էլ ինչ-որ նոր հնարավորություններ, որը կախված է նրանցից, թե ինչպես կարող եք դուք օգտագործել այսօր էներգիան։ Վերլուծությունը իմ այն է, որ Ռախուի էներգիայից սկսեմ, Ռախուն ինքը կառավարվում է մոլորակների ստվերով, ուստի այժմ այս օրերին հաճախ ի հայտ կարող են գալ անսպասելի ինչ-որ իրավիճակներ, իրադարձություններ, նաև Ռախուն կարող է ստեղծել ինչ-որ խաբուսիկ իրավիճակներ, այն կարող է բերել մարդկանց մոլորության կամ հստակության պակաս, ինչը կարող է պահանջել բավականին խորը ինտուիցիա մարդկանց մոտ։ Այսօր նաև կարող եք զգալ ուժեղ ներքին անհանգստություն կամ անորոշություն, սակայն դա Ռախուի բնորոշ ազդեցությունն է, որը կարող է ձեզ մղի ավելի ինչ-որ խորքային ընկալումների։ Իմ խորհուրդը ձեզ այսօր մի տրվեք ինչ-որ ինֆորմացիաների, որոնք կարող են սուտ լինել, նաև այդ մասին է խոսում 4 թվանշանը։ Օրվա հիմնական թեման դա կարման և խելացիությունը, որովհետև թիվ 4-ը ինքը կապված է կարմայի հետ, այսինքն այն, ինչ այսօր տեղի են ունենում կամ տեղի կունենա, դա կապված կարող է լինել անցյալի հետ, ինչ-որ անցյալում որ գործողություններ են եղել, գալիս է ժամանակ, որ կարմայական, եթե դու ինչ-որ բան ես կատարել, ուրեմն դրա համար նաև կարող է պատասխան տաս։ Օրինակ մենք տեսնում ենք սահմաններում, հիմա այնինչ կատարվում է նախկինում, անցյալում, մենք տեսել ենք, էլի կատարվել է, սա պատահական չի, ընդհանրապես խորհուրդ եմ տալիս իմպուլսիվ քայլեր չանեք, խուսափեք այդպիսի քայլերից, ավելի շատ հիմնվեք ինտուիցիայի ձեր և ռացիոնալ մտքերի վրա։ Այսօր նաև կարող եք հանդիպել հին ծանոթների ձեր կյանքում, նախկինում միգուցե շփվել եք, տեսել եք այդ մարդկանց, գիտեք անցյալի ինչ-որ, որը կարող է բերել անցյալի ինչ-որ հետևանքներ, իրադարձություններ։ Հնարավոր դրական իրադարձությունները դա պետք է դուք պատրաստ լինեք գործել ռազմավարական և կարգապահ ձևով, որովհետև Ռախուի էներգիան այստեղ կարող է բացել ձեր համար նոր հնարավորություններ, դա դրական իրադարձությունների հետ կապված, նաև կարող եք ստանալ ինչ-որ հստակ նշաններ կապված ձեր ինտուիցիայի հետ, հնարավորություն կլինի լուծել երկարատև ինչ-որ խնդիրներ, եթե առաջնորդվեք սառը դատելով։ Իսկ բացասական ազդեցություններից մեկը դա կարող է Ռախուն առաջացնել խաբկանք կամ մոլորություններ, նաև ինֆորմացիոն դաշտում զգույշ եղեք,
որովհետև մարդիկ կարող են փորձել ձեզ մանիպուլյացիայի ենթարկել։ Անհասկանալի իրավիճակներ կարող են լինել, որոնք կարող են ձեզ ստիպել զգալ փակուղի կամ ինչ-որ անվստահություն։ Պետք է խուսափեք հապճեպ ինչ-որ ֆինանսական գործարքներից կամ կարևոր պայմանագիր ստորագրելուց, դա 100%, որովհետև նաև լուսնի խավարում է։ Անձնական մակարդակով այսօր մեծ կլինի հավանականությունը, որ ինչ-որ մեկի կողմից ստանաք անսպասելի ինչ-որ առաջարկ կամ հրավեր։ Հնարավոր կլինեն երազներ կամ նշաններ, որոնք կապված կլինեն ձեր ապագայի որոշումների հետ։ Խոսքի օրինակ, եթե տեսնում եք կատուն կամ շունը այսօր տարօրինակ կերպով սկսում են ձեզ արձագանքել, դա կարող է Ռախուի, էներգիայի նշանը լինել։ Դա պետք է ձեզ մտածելու տեղ տա։ Ֆինանսայինի եւ աշխատանքի մակարդակով այսօր կարող եք ստանալ անսպասելի առաջարկ կամ ինչ-որ ֆինանսային շահույթի հնարավորություն, սակայն միշտ ապեք այդ ընդունել։ Թող անցնի։ Այս ուրեմն լուսնի խաբարումը կարող է լինել նաև անսպասելի մրցակցություն կամ ինչ-որ մեկը կարող է փորձի խոչընդոտի ձեր առաջընթացին։ Ռախուն նաև կարող է առաջացնել ֆինանսական ինչ-որ անորոշություն, ուստի այստեղ պետք է խուսափեք ինչ-որ խոշոր գործարքներից։ Միջնանձային հարաբերություններում այստեղ կարող եք հանդիպել նախկին ծանոթների կամ վերսկսեք հարաբերություններ կապված ձեր անցյալի իրադարձությունների հետ։ Խոսքի օրինակ կարող է հայտնվում ձեր նախկին պարտնյորը կամ այն մարդիկ, ովքեր միշտ ձեզ վնաս են տվել, չգիտես թե հայտնվում են։ Իմ խորհուրդը ձեզ հեռու խաղացեք այդ մարդկանցից, որովհետև հետագայում դուք շատ դժվար կկարողանաք ազատվել։ Օրվա ուժեղ կետը դա նա է, որ պետք է հնարավորություն ստանաք կարմայական կապերն ու անցյալի ազդեցությունը հասկանալու եւ կարողանաք այդ խնդիրները լուծելու վերջնականապես։ Իսկ օրվա խոցելի կետը դա կլինի խաբկանքները ձեր մոլորությունները, որոնք կարող են շեղել ձեզ իրական ճանապարհից։ Այստեղ պետք է լսեք ձեր ինտուիցիային եւ գործեք հաշվենկատ։ Ընդհանրապես 4 թվի էներգիայի ներքո, եթե լսում եք ձեր ինտուիցիային, այստեղ կարող եք մաքրել ձեր կարմայական խճճվածությունները եւ բացեք ձեզ համար ինչ-որ նոր հնարավորություններ, որովհետեւ Ռախուի մոգական ազդեցությունը կարող է նաեւ դուք, պետք կլինի օգտագործեք ստանալու այն, ինչ իսկապես ձերն է։ Օրինակ ես խորհուրդ կտամ ձեզ, եթե ինչ-որ կարմայական վատ բաներ եք արել, ձեր կյանքում ամոթ բան չէ, դուք կարող եք դուրս գալ այգի, որտեղ պատահի, մաքրություն արեք։ Դա նշանակում է դուք մաքրում եք ձեր կարման, հասկանալով դա ընդունելով, որ դուք սխալ եք եղել։ Վատ չէ լինի նաև ներողություն խնդրել այն մարդկանցից, ում դուք վիրավորել եք անհիմն, թեկուզ նախանձից, չարությունից եւ այլը։ Այսօր բավականին հետաքրքիր էներգիայի օր է, ասեմ, որպեսզի շատերն իմանան։ Այնպես որ ուշադիր եղեք, հենց այնպես ոչինչ չի լինում ոչ մեկի կյանքում։ Օրվա էներգիան է այդպիսի։ Այսօր այսքանը կունենաք հարցեր, կարող եք դիմել ինձ, ծովինար, պետայական, ժամանակակից, գեյտուի, թվահոգեբանին, որտեղ շատ հարցեր դուք կարող եք ինձանից ստանալ։ Տարբեր տեսակի կանխատեսումներ, նաև կարող եք իմանալ, թե ինչպես դուք կարող եք ակտիվացնել ձեր ֆինանսային կոդը։ Կարող են դիմել միայն այն մարդիկ, ովքեր բավականին սթափ են մտածում, խորն են մտածում եւ վերլուծեք, դիտեք իմ աշխատանքի ռեալ բոլոր կանխատեսումների, բոլոր մաքրումների եւ այլ գործերի իմ աշխատանքի արդյունքները, որովհետեւ եթե դու ունես արդյունքներ, ուրեմն դու իհարկե մասնագետ ես։ Դիտեք, վերլուծեք եւ նոր զանգահարեք ինձ։ Կարող եք ինձ դիմել իմ WhatsApp, Telegram, կոնտակտային տվյալով +374 93 40 45 37 կոնտակտային տվյալին
թողնելով ինձ ձայնային հաղորդագրություն, պայծառատեսության սեանս եք ուզում կանխատեսում, հա, տարբեր տեսակի էլի ֆինանսային վերլուծություններ ձեզ համար, եթե ունեք բիզնեսի հետ կապված խնդիրներ, նոր եք ուզում դնեք, ինչպիսի պարտնյորներ, ինչ թվանշանով կարող են ձեզ օգուտ տալ, եթե բիզնես եք սկսում, բայց ոչ վնաս, հա, խնդրեմ կարող եք դիմել ինձ եւ ստանալ բավականին շատ խորը վերլուծություն, որը ձեզ կօգնի ճիշտ, հա, մարտիկ ընտրել ձեր բիզնեսի հարցում եւ այլ։ Նաեւ սիրում, համատեղելիություն եւ այլն։ Ես նաեւ կանխատեսում եմ, թե որ ամսվան, տարվան ճիշտ կլինի, որպեսզի դուք ամուսնանաք, որ դա ձեզ չբերի դժբախտություն, այլ երջանկություն։ Խնդրեմ, կարող եք դիմել ինձ իմ WhatsApp եւ Telegram ալիքներին, թողնելով ձայնային հաղորդագրություն, կոնկրետ ինչ հարցով եք դուք ինձ դիմել։ Այսօր այսքան լավ, որ եմ մաղթում, լավ եղեք։